Այսօր մենք մի շատ կարևոր հարց ենք քննարկելու եւ այդ նպատակով մեզ մոտ հյուր է Վանաձորի կյանքի խոսք եկեղեցու հովիվ Մհեր Մելիքյանը։ Ողջունում ենք ձեզ հովիվ Մհեր։ Շնորհակալություն, որ չմերժեցիք մեր հրավերը եւ պատրաստակամություն հայտնեցիք քննարկելու այս շատ կարևոր հարցը։ Մինչ կսկսենք, ցանկանամ Աստվածաշնչից մի հատված ընթերցեմ, դա Կողոսացիների 2-րդ գլուխ 8-րդ խոսքն է։ Զգուշացեք, չլինի թե մեկը ձեզ գեի դարձնի փիլիսոփայությամբ եւ դատարկ խաբեությամբ, որոնք հիմնված են մարդկային ավանդությունների կամ աշխարհի սկզբունքների վրա եւ ոչ թե Քրիստոսի։ Այս խոսքում եւ շատ այլ նաեւ խոսքերում մեզ զգուշացնում է, որ մոլորությունների մեջ չընկնենք։ Ներկայումս նայելով աշխարհին մենք տեսնում ենք, որ շատ մարդիկ վերցնում են Աստծո խոսքը եւ հարմարեցնում են իրենց ու փորձում են շեղել եւ դա մոլորությունների է տանում։ Ներկայումս մենք նաև հանդիպել ենք մի տեսանյութի, որտեղ խոսվում է, որ Հիսուսը 100% մարդ էր, բայց Աստված չէր։ Հարց. ով էր Հիսուսը։ Քրիստոնեությունը հենց ինքը խոսում է, Աստծո խոսքը խոսում է այդ ամենի մասին։ Առաջի Տիմոթեոս 3:16-ում գրված է, որ մեծ աստվածապաշտության խորհուրդը, հայտնապես մեծ աստվածապաշտության խորհուրդը։ Այսինքն աստվածապաշտության խորհուրդ դա ինքը իրենից ներկայացնում է մի բան, որ ոչ բոլորին է բացված։ Դա խորհուրդ է։ Այսինքն ճշմարիտ աստվածապաշտությունը դա մի բան է, որ պետք է հայտնվի։ Հիսուսն էլ իր աշակերտներին հարցրեց. «Մարդիկ իմ մասին ինչ են ասում, ով եմ ես»։ Այո։ Եվ ոմանք, չէ, աշակերտները սկսեցին պատասխանել եւ ասում էին, ոմանք ասում են Եղիան ես, ոմանք Հովանես Մկրտիչն ես, կամ ինչ որ մարգարեներից մեկն ես։ Հիսուսը հետո ասեց իր աշակերտներին. «Իսկ դուք ինչ եք ասում, ով եմ ես հենց ձեզ համար»։ Ու Պետրոսն ասեց. «Դու ես Քրիստոսը, կենդանի Աստծո որդին»։ Եվ ինչ ասեց, որ Հիսուսը մարմին արյունը քեզ չհայտնեց, իմ հայրը, որ երկնքում է, նա հայտնեց քեզ։ Եվ այդ վեմի վրա, այդ հայտնության վրա, ում որ հայտնված է, ով եմ ես, այդ վեմի վրա կկառուցեմ իմ եկեղեցին եւ դժոխքի դռները չի հաղթի։ Դա նշանակում է եկեղեցին հենց այդ հայտնության վրա է կառուցվում։ Ով է Քրիստոսը, դա շատ կարեւոր հենց հիմք է, փրկության հետ կապված, շատ կարեւոր հիմք է քրիստոնյա լինելու հետ կապված։ Մենք հավատում ենք Հիսուսի եւ 100%-անոց, ընդհանրապես քրիստոնեությունը հիմնված է Հիսուսի 100%-անոց Աստված եւ 100%-անոց մարդ լինելուն։ Դա նշանակում է մեկ անձ, երկու բնություն։ Մարդկային ինչի այդպես։ Հենց շարունակեմ այդ համարը, որ առաջի Տիմոթեոս 3:16-ում ասվում է, որ հայտնապես մեծ աստվածապաշտության խորհուրդը։ Աստված հայտնվեց մարմնում, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսներին, վերացավ փառքով։ Դա խոսում է Հիսուսի աստվածության մասին, որ հենց այդ աստվածապաշտության խորհուրդը Աստված մարմնում հայտնվելու խորհուրդն է, որ հենց Աստված հայտնվեց մարմնում։ Մարմին դա արդեն մարդկային կողմն է։ Ինչի մարմին։ Որն էր պատճառը, որ Հիսուսը մարմին հագավ։ Այ հենց պատճառը դրան ինչի Հիսուսը 100%-անոց մարդ։ Ընդհանրապես մարդը ինքը հոգնում է։ Մենք տեսնում ենք Աստվածաշնչում, չէ, ինքը հոգնեց, քնեց, սովեց։ Չէ, մարդկային էություններ է մարմին։ Արտասվեց։ Եվ մենք նպատակը պետք է լինի, ինչի Աստված մարդ դառավ։ Նպատակը, որովհետև մարդն էր մեղք գործը։ Մարդն էլ պետք է վճարեր մեղքի համար։ Եվ խոսքն ասում է, չկա մի արդար, մեկն էլ չկա։ Բոլորը Աստծո մեղք գործեցին ու Աստծո փառքից պակասած էին։ Եվ պետք էր մի արդար։ Ինչպես խոսքը նույնպես ասում Հռոմեացի 5-րդ գլխի մեջ կուզեմ ընթերցել այդ համարը։ Հռոմեացիների թուղթ 5-րդ գլուխ 19-րդ համարն է։ Որովհետև ինչպես մեկ մարդի անհնազանդությունով շատերը մեղավորներ եղան, այնպես էլ մեկի հնազանդությունով շատերը արդարներ կլինեն։ Սա Հիսուսի մարդկային կողմն է։ Ինչի էր Հիսուսը մարդ դառել, որովհետև Ադամի մեղքի պատճառով մարդիկ Աստծո փառքից պակասեցին։ Ադամով մեղքը մտավ աշխարհ, եւ պետք էր մարդ, որպեսի վճարի գինը։ Մեկի հնազանդությունով էլ եւ չկար մի արդար, եւ արդարն եկավ մարմին դառավ։ Եսային մարգարեանում է, հիշում եք Եսայի մարգարեության մեջ, որ մեզ համար մի մանուկ ծնվեց։ Մեզ մի որդի տրվեց։ Իշխանությունը կլինի նրա ուսերի վրա։ Նա կկոչվի սքանչելի, խորհրդական, հզոր Աստված։ Աստված։ Այո, հզոր Աստված։ Բայց այդ մանուկը ծնվեց, որպես մարդ ծնվեց, որովհետև մարդն էր մեղք գործել։ Այսինքն ուրիշ տարբերակ չկար մարգության, փրկության համար ոչ։
Մեղքը պետքա վճարվեր, մեղքի գինը, եւ դրա համար Հիսուսը մարմին հագավ, մարդ դառավ։ Բայց եւ մենք տեսնում ենք, որ Հիսուս ինքը Աստված էր։ Ինչի Աստված էր, որովհետեւ մենք հավատում ենք հենց Աստվածությանը, Հիսուսի Աստվածությանը։ Հայտնապես մեծ աստվածապաշտության խորհուրդ Աստված հայտնվեց մարմնում։ Եվ գիտեք, երկրպագությունը միայն Աստծուն են տալիս։ Օրինակ, եթե մենք այսպես նայենք, պատվիրանը, հիշում եք առաջի պատվիրանը, ես եմ քո Տեր Աստված, ինձանից բացի աստվածներ չունենաս, չերկրպագես, ոչ վերև, ոչ ներքև, ոչ մի աստվածների չերկրպագես։ Այո։ Երկրպագության հետ կապված մենք տեսնում ենք դա պատկանում է միայն Աստծուն, երկրպագությունը։ Անկամ Հիսուսը ընդունել երկրպագություն։ Հիմա նայենք դա, մենք նայենք, որ նախ եւ առաջ հայտնության մեջ, երբ որ մենք տեսնում ենք հայտնության թղթի մեջ, երբ որ Հովհաննեսը տեսնում է հրեշտակ, ընկած ուզում է երկրպագի։ Օրինակ հայտնության 19-րդ գլուխ 11-ից կարդամ։ Եվ տեսա երկինքը բացված եւ մի սպիտակ ձի, եւ նա, որ նրա վրա նստած էր, կոչվում էր հավատարիմ, ճշմարիտ։ Արդարությունով դատաստան անում եւ պատերազմում։ Նրա աչքերը կրակի բոցի պես եւ նրա գլխի վրա շատ պսակներ։ Անուն ուներ գրված, ոչ ոք չգիտեր, բայց միայն ինքը ուներ եւ իր հանդերձը հագած արյունով ներկված եւ նրա անունը կոչվում էր Աստծո բան։ Սա վերաբերվում է հայտնության մեջ այն մասին, որ Հիսուսին տեսավ եւ նրա վրա գրված էր Աստծո բան։ Հովհաննեսի ավետարանի առաջի գլխում էր սկզբում էր բանը Աստծո մոտ էր եւ բանը Աստված էր։ Եվ մենք տեսնում ենք, որ նրա շատ անուններ ուներ, հանդերձ ուներ հագած եւ այդ բանը, չէ, Հիսուսին տեսանք, բայց Հիսուսին պատկերը այստեղ մեր պատկերացրած պատկերը չի։ Կամ էլ որ Հովհաննեսը երբ որ ապրում էր երկրի վրա, այդ պատկերի նմանությունը չուներ, չէ։ Սպիտակ նայեք, այստեղ ասում է ու կարծես ուրիշ կերպ աշկերը կրակի բոց։ Մի ուրիշ կողմից է Հովհաննեսը տեսնում ստեղ Հիսուսին։ Այդ այն Հովհաննեսն էր, որ ամեն օր Հիսուսի հետ էր։ Եվ նրա վրա գրված էր Աստծո բան եւ Հովհաննեսի ավետարան առաջի գլուխ առաջի խոսքում Հովհաննեսը հենց ինքը նշում է, սկզբում էր բանը Աստծո մոտ էր, բանը Աստված էր, ամեն ինչ նրանով եղավ, առանց նրա ոչինչ չեղավ։ Այսինքն նա արարիչ էր։ Այո, Աստված օրհնի ձեզ, շատ հովիվ մհեր, շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք նաև ձեզ մեզ դիտելու համար, եղեք տեղեկացված եւ հեռու մնացեք մոլորություններից։